Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը վաբանկ է գնում ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք ընդամենը մի քանի օր առաջ ձեզ հետ այստեղ Ալֆայի տաղավարում քննարկում ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցը Ռուսաստանի Դաշնություն եւ գնահատել ենք դա որպես տապալված այց, տապալված Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար։ Այցից հետո լրագրողների հետ շփման ժամանակ Ալեն Սիմոնյանը իհարկե փորձում էր կոծկել եղած խնդիրները, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս հանրային հեռուստաընկերությանը, որտեղ բավականին մի կողմից հարգալից գնահատականներ է այս Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ արդեն իսկ կան խնդիրներ եւ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում տեղ գտած ձևակերպումները խոսում էին այն մասին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների միջև հարաբերությունները դուրս են եկել այնպիսի փուլ, երբ կողմերը արդեն չեն էլ թաքցնում միմյանց նկատմամբ արկա անվստահությունը եւ եղած խնդիրները տեսանելի են դառնում լայն հանրությանը եւ պետական ապարատների համար, հատկապես Հայաստանի Հանրապետության պետական ապարատի համար, եկեք հիմա մի փոքր ավելի մանրամասն վերլուծենք եւ խոսենք այցի մասին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին, Ալեն Սիմոնյանի խոսքի մասին։ Եվ այսպես Ալեն Սիմոնյանը Մոսկվայում էր եւ մենք իսկապես ականատես եղանք հետեւյալին, որ ռուսական կողմը մի կողմ թողնելով դիվանագիտական էտիկետը եւ նմանատիպ այլ երևույթներ գրեթե ուղիղ եթերում իդեպ Ալեն Սիմոնյանը ասում է, որ նա զարմացած է, նա չէր սպասում, որ լրագրողների հետ շփումը Սերգեյ Լավրովի հետ միասին լինելու է ուղիղ եթերում, թեպետ գրեթե միշտ հենց այս ֆորմատով են անցնում հանդիպումները։ Մենք տեսանք հետեւյալը, որ կողմերի միջև արկա լարվածությունը, միմյանց նկատմամբ եղած դժգոհություն, որը արտահայտվում է փակ դռների ետևում, հրապարակայնացվեց։ Ռուսական կողմը որոշեց, որ իրենք այլևս չեն թաքցնելու իրենց վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության իշխանությունների նկատմամբ։ Իդեպ, հարգելի հեռուստադիտողներ, հերթական անգամ ասենք, Ալեն Սիմոնյանը սա իհարկե չի մեկնաբանում, բայց Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ժամանակ նա չհանդիպեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Պետդուման դա մեր ազգային ժողովն է։ Տրամաբանությունը հուշում էր, որ ոչ թե Վալենտինա Մատվիենկոյի հետ, այլ առաջին հերթին Վյաչեսլավ Վոլոդինի հետ պետք է հանդիպեր Ալեն Սիմոնյանը, բայց հանդիպումը չկայացավ։ Հետաքրքիր կլինի իմանալ Ալեն Սիմոնյանի կարծիքը, ինչու հանդիպումը չկայացավ։ Եվս մի կարևոր պաշտոնյա կա, որը վերջերս նշանակում է ստացել Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմում եւ պատասխանատու է հետխորհրդային տարածքի համար, այդ պաշտոնյայի հետ եւս Ալեն Սիմոնյանը հանդիպում չունեցավ։ Ինչևէ, այս ամենը պետք է ինչ-որ արձագանք ստանար եւ այդ արձագանքները չուշացան։ Ճիշտ է, մի կողմից եւ Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը փորձում են կոծկել այցի տապալումը, բայց կրկին ասենք, սպասելի էր, որ պետք է սա ինչ-որ արձագանք ունենա։ Եթերը դուրս գալիս է, այսպես ասած Նիկոլ Փաշինյանը եւ ասում է հետեւյալը՝ վատ չի լինի, եթե Ռուսաստանի Դաշնությունը վաճառի Հայաստանի Հանրապետությունում երկաթգծի վերահսկողությունը ապահովող հարավկովկասյան երկաթուղիների իրավունքը տնօրինել հայաստանյան երկաթգիծը, այլ կերպ ասած Նիկոլ Փաշինյանը առաջարկում է հրաժարվել Ռուսաստանին, կամովի հրաժարվել ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր տարածաշրջանում ենթակառուցվածքների առումով, լոգիստիկայի առումով, ներկայության առումով կարևորագույն ակտիվներից մեկը։ Եվ սա պետք է ընկալել ոչ թե որպես տնտեսական առաջարկ Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ հստակ աշխարհաքաղաքական քայլ ուղղված նրան, որ Ռուսաստանի Դաշնության ներկայությունը տարածաշրջանում զրոյացվի, ինչպես իր ընկալմամբ տարածաշրջանում չպետք է լինեին ռուս խաղաղապահները, նույն տրամաբանությամբ էլ հարավկովկասյան երկաթուղիները չպետք է կարողանան տնօրինել Հայաստանում երկաթգիծը, չպետք է կարողանան կառավարել։ Տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, այստեղ նաև պետք է նշել հետևյալը. ոմանք կարող են ասել, լավ, Բենյամին, ինչ ես ուզում։ Ռուսական կողմը այդքան էլ լավ չի տնօրինում այդ երկաթգիծը կամ բազմաթիվ խնդիրներ։ Հիմա ինչ է վատ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այլընտրանքային ինչ-որ ճանապարհներ գտնել, փորձում է իսկապես դիվերսիֆիկացնել տնտեսական խնդիրների լուծման նոր ճանապարհներ գտնել։ Իրականությունը սակայն այստեղ կայանում է հետևյալում, որ մենք գործ ունենք ոչ թե տնտեսական պրոյեկտի հետ, այլ ունենք գործ աշխարհաքաղաքական պրոյեկտի հետ, եւ այն, որ սա աշխարհաքաղաքական պրոյեկտ է, աշխարհաքաղաքական քայլը հենց Նիկոլ Փաշինյանի խոսքից ենք մենք հասկանում։ Ինչ է եւս ասել Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք հետաքրքրված են նրանում, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև մշտապես լինի պատերազմական գործողություններ, որպեսզի իրենք հնարավորություն ունենան ղեկավարել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ նաեւ տնօրինեն փաստացի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։
Այս թեզը, երբ որ դու հրապարակ ես բերում, դու նաև լեգիտիմացնում ես հետևյալ մոտեցումը, որ Ռուսաստանը ձգտում է Հայաստանի ներքաշել պատերազմի մեջ, ուստի ցանկացած այլընտրանք դա փրկություն է լինելու։ Իսկ այլընտրանք մեր տարածաշրջանում բացի թուրքականից գոյություն չունի եւ իշխանությունները շատ լավ դա հասկանում են։ Խնդիրը կայանում է հենց սրանում եւ դրա համար ենք մենք ասում, որ հարցը տնտեսական չէ, հարցը կայանում է նրանում, որ աշխարհաքաղաքական քայլեր են իրականացվում ուղղված նրան, որ Հայաստանը վերջնականապես ինտեգրվի թուրքական աշխարհին։ Հիմա գանք Ալեն Սիմոնյանին։ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալիս օտարերկրյա գործակալի կարգավիճակ ունեցող լրատվամիջոցին, Դորջ լրատվամիջոցին, հեռուստաընկերությանը եւ ի թիվս տալինի անդրադառնում է օրինակ 102-րդ ռազմաբազայի գործոնին, նշում է, որ նպատակահարմար չէ այս պահի դրությամբ խոսել 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու կամ արտաքին քաղաքական ասպարեզում կտրուկ քայլեր իրականացնելու մասին։ Միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանը հենց նույն Դորջ հեռուստաալիքի եթերում ասում է հետեւյալի մասին, որ փաստացի ցինիկ աշխարհաքաղաքական հայտարարություն է անում հետեւյալ համատեքստում, որ երբ որ պահը գա կապված շահերի պաշտպանության հետ, ոչ ոք չի նայելու ոչ պատմությանը, ոչ այլ լիրիկական երևույթներին, ոչ եղբայրության մասին խոսքերին, ոչ կենացներին, այլ բոլորը առաջնորդվելու են իրենց շահերով։ Այսինքն տեսեք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքականություն են վարում, որի վերջնակետը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զրոյացումը, ինչը 100%-ով համապատասխանում է թուրքական պետության շահերին, թուրքական պատկերացումներին մեր տարածաշրջանում, եւ իրենք այս ճանապարհին նաև զրկում են հայ-ռուսական հարաբերությունները որոշակի առումով սակրալ էլեմենտից, որովհետև իրենք իջեցնում են հայ-ռուսական հարաբերությունները կենացների մակարդակի։ Ու այստեղ մենք գալիս ենք մեր զրույցի իրականում ամենակարևոր հատվածին։ Խնդիրը կրկին ասենք կայանում է հետևյալում. Հայաստանի Հանրապետության իշխանությունները շատ լավ պատկերացում ունեն, որ տարածաշրջանում ինչ իրավիճակ է տիրում, ինչ աշխարհաքաղաքական խաղացողներ կան։ Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը չեն կարող չիմանալ, որ հայ-թուրքական սահմանը պարզապես Հայաստանի եւ Թուրքիայի սահման չէ։ Հայ-թուրքական սահմանը դա ՀԱԲԿ ՆԱՏՕ կարևորագույն սահման է։ Բայց նույնիսկ այս ամենը հաշվի առնելով իրենք հստակ քայլեր են իրականացնում ուղղված նրան, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները զրոյացնեն, ինչը կրկին ասենք ամբողջությամբ համապատասխանում է Թուրքիայի ազգային եւ պետական շահերին։ Ինչևէ, մենք պետք է նշենք հետեւյալը. Ալեն Սիմոնյանի հայտարարությունները իր Մոսկվա կատարած տապալված այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք արդեն հասել են նրան, որ բաց տեքստով խոսում են այն մասին, որ հարավկովկասյան երկաթուղիները չպետք է կարողանան տնօրինեն Հայաստանի երկաթգիծը, ու իդեպ դուք նկատել եք ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ քայլ անելուց առաջ, որով պետք է դա վաճանվի Հայաստանի ազգային եւ պետական շահը, հղում է անում ինչ-որ միջազգային հանրությանը։ Ասում է դե Արցախի կարգավիճակը իջեցնենք, միջազգային հանրությունն է սպասում։ Մեզ զենք չեն վաճառում, որովհետեւ միջազգային հանրությունը ասում է դուք ՀԱԲԿ անդամ եք։ Հիմա ասում է երկաթգծում ներդրում միջազգային գործընկերները չեն անում, որովհետեւ ռուսական կողմն է այստեղ։ Այսինքն միջազգային հանրություն ասվածը ալիբի է դարձել Նիկոլ Փաշինյանի համար։ Բայց սա ապացուցում է շատ պարզ մի բան. Եթե Հայաստանում հունիսի 8-ին քաղաքական փոփոխություններ չունեն, ապա ինտեգրումը թուրքական աշխարհին շատ ավելի արագ, շատ ավելի թափանցիկ, շատ ավելի արագ է ընթանալու։ Մտածեք այդ մասին։